շրջանում նաև Միացյալ Նահանգների դեսպանատանն եք փոխանցել նամակ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ տեղի ունեցող ատելությունների հետ կապված, որն է ձեր ակնկալիքը։ Շնորհակալ եմ հարցի համար։ Տեսեք, մենք փորձում ենք բախել բոլոր միջազգային կառույցների, ազդեցիկ միջազգային դերակատարների դռները, որոնք որ ներկայացված են Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի ցույց դնենք այն հայտարարությունը, որը որ կատարվում է ներկայումս մեր օրերում Փաշինյանական ռեժիմի օրոք, երբ քաղաքական սուր քննադատությունների համար կարող են մարդկանց կալանավորել քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի եւ պետք է փաստեն, որ այս նույն հոդվածով տխրահարչակ այդ բրիգադության հոդվածը առաջին անգամ չէ, որ նրանք կալանավորվում են։ Առաջին կալանավորումը տեղի ունեցել 2024 թվականի մարտ ամսին։ Հիմա իշխանությունները ըստ էության նույն գործիքակազմն են կիրառում եւ փորձ են անում տորպեդահարել անտիֆեյքի գործունեությունը, որը բնականաբար նրանց չհաջողվեց, եւ մեր խնդիրն է միջազգային կառույցներին հասցնել այն ամեն ինչ, որ կատարվում է։ Տեսնում եմ միջազգային կառույցները չեն տեսնում ինչ է կատարվում Հայաստանում։ Լրությունը ինչով է պայմանավորվում։ Լրությունը առաջնահերթին պայմանավորում են աշխարհաքաղաքական առաջնահերթություններով, որովհետև տեսեք նույն Եվրոպական միությունը, երբ ժամանակին Հայաստանում թեկուզ նախկին իշխանությունների օրոք կարող մի փոքր որևէ մեկի մազը ծռվել, անմիջապես հայտնում էր Պյոտր Սվիտալսկին եւ խիստ դատապարտող հայտարարություններ իրականացնում։ Իսկ այսօր ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ուղղակիորեն լռում է, երբ դասական քաղաքական բռնաճնշումներ են տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում Փաշինյանական վարչախմբի օրոք, եւ մեր խնդիրն է, որպեսզի մենք ստիպենք, որ իրենք չլռեն, որ իրենք հավատարիմ մնան լիբերալ եւ ժողովրդավարական արժեքներին, այն արժեքների, որոնց հիման վրա նույն ԵՄ-ն ստեղծվել է։ Եվ մեր խնդիրն է, որ ստիպենք, որպեսզի իրենք ռեալ պոլիտիկա ասվածը մի կողմ դնեն, դադարեն շարժվել աշխարհաքաղաքական, այսօրեական առաջնահերթություններով եւ վերադառնան իրենց գաղափարական ակունքներին։ Ելույթների ընթացքում ավելի մանրամասն կներկայացվի, ես առավել ընդհանրական նշեմ, որ մեր խնդիրը, որպեսզի նրանք դադարեն լռել, դադարեն խուլու համր ձևանալ Հայաստանի Հանրապետություն կնոցով այս հայտարարակ երևույթների նկատմամբ այսօր տասնյակ քաղաքական բանտարկյալներ կան, երեկ էլ մենք տեսանք, թե ինչ էր կատարվում, ձերբակալվեց արդեն Աշոկ Սրբազանը եւ Հայաստանի Հանրապետությունում Փաշինյանական վարչախումբը ըստ էության ոչ մեկ անգամ ասեց նրա մասին, հաստատում է կոշտ ավտորիտար եւ հետագայում նաեւ տոտալիտար իշխանություն։